Stranger Things-ի պես չի լինելու, մեկը կասետամյասնի ցապ տնեն տակտիկան, չէ։ Հա, ինչքան սև, просто էդ էր սև արկավանը։ Ասվականի վեստ է պակաս։ Հա, բայց արի բիզնես ասենք, մակավա հարկայինից բանա թաքցում, չգիտենք բիզնեսները։ Հա։ Այդ իմ հեղինակային բաներ ու այսօր այնտեղ մտնում էի, ինքը լուրջ եմ ասում շատ քյարթ ու տեղ էր այդ ժամանակ։ Ես մի հատ շատ աբիտնի բան կա իմ համար։ Չէ, ասում եմ, շուտ ուզում եմ հարցնել շաբաթը քանի անգամ ես մաստուրբացիա զբաղված։ Չգիտեմ, կասկադի վրա։ Ես առանց ասեմ 7 տարի առաջ կոնդը 150 հոգի լցնում էի։ Ոչ այնտեղ փոխկա, ոչ այնտեղ փոխկա։ 10 միլիոն էլ տամ ու դու սախ կոնդի դարակների վրա Jack Daniels շարես։ Մի բան լիներ ուտելու։ Այս ցուլն էլ տարեք թափ եկել 40 րոպե ունես ինձ լսելու։ Հա, ինչի՞ չէ։ Ես սաղորը Ջեյմսն էի խմում, երդվում եմ։ Բարև ձեզ, եթերում Gastrocast-ն է, ես Նարեկ Բախտամյանն եմ, մարդ, որ սիրում եմ համով ուտել ու խմել։ Ու այսօրվա մեր հյուրն է Լևոն Բաղդասարյանը։ Բարև ձեզ։ Սենց պաշտոնապես ասեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անդակո ընկերության մարքեթինգ տնօրենը, ճիշտ եմ ասում։ Այո։ Եվ Երևանի առաջին կոկտեյլ բարերից մեկի համահիմնադիր Դաբուի համահիմնադիրը։ Բարև տեսանք։ Բարև տեսանք։ Լյով ջան։ Նարեկ ջան։ Stranger Things-ի պես չի լինելու, մեկը կասետամյասնի ցապ տնեն տակտիկան, չէ։ Հիմա Հետո Քրիստը կամելացի։ Հա։ Դեսի որպեսզի դուք առհասարակ պատկերացրեք մեր իմ ու Լովի հարաբերությունները այնքան հին են, որ իմ հեռախոսի մեջ գրանցած է որպես Levon Jack Daniels, իսկ ես իր հեռախոսի մեջ գրանցած եմ որպես Նարեկ Red Bull։ Հա, այդ չփոխվելու երբ 10 քադի տարվա պատմության մասին ու կայֆա որ այսքան տարիներ անց մենք իրականում ինչի համար ենք հավաքվել ենք որպեսզի կիսվենք Այն փորձով, որը որ հորեկա ոլորտում, գաստրոնոմիչսկի ոլորտում մենք ունեցել ենք ու գուցե ինչ-որ մարդիկ ինչ-որ մի բան քաղեն, գուցե ինչ-որ մարդիկ որոշեն, որ կյանքում չեն ուզում բար բացեն, այդ կլինի մեր բարի խորհուրդը ասում ամենասկզբից կասենք մի լավ բան արել ես, հա մեկին դա թույլ չեմ տվել, որ բար բացի, չէ, կամ միգուցե ինչ-որ ինսայդներ բացենք, որի վրա այս ամեն ինչը հիմնված է Դաբուն ստեղծվեց այն ժամանակ, երբ որ նոր էր այս ինդուստրիան ինչ-որ ձևի զարգանում։ Ինքը պլյուս մինուս համարձակ քայլ էր ու ոնց եկավ, այսինքն ոնց է լինում այդ որոշումը, որ մենք պետքա ինչ-որ professional կոկտեյլնի տեղ բացենք, ոնց է այդ միտքը առհասարակ ծնվում։ 2015-16 թվականին իմ կյանքում ընդհանրապես ինչքան տենց փոփոխություններ եղել է ինչ որ պրոյեկտների մեջ որ ներգրավում եւ այլն, սա եղել է շատ ծիծաղալի, բայց եղել է Jack Daniels բրենդի շուրջ 2016 թվականին եղել եմ պայսկայում իմ առաջին գործուղումն է եղել, գործնական գործուղումն է եղել ու եղել եմ Վարշավայում ու այդ կլասիկ խմիչքների այդ պայսկաների ժամանակ դե ոչ մի չի աշխատում։ Սիրուն պրեզենտացիաներ են ցույց տալի։ Տենց որ ամեն ինչ շատ թույն է եւ այլն, սենց ու հետո գնում ես սկսում ես այդ ռեստորանի հորեկայով պատտվել, նայել best practice-ները ու այնտեղ գնացինք մի հատ բար, որը կոչվում էր The Roots, արմատներ շատ ֆանտաստիկ, տենց իր լոգոն, իր ձևավորումը եւ այլն, ու այդտեղ որ մտա, սենց մի շոկ էր մոտս, ենթագիտակցությունը շոկ էր, էլի այդ ատմոսֆերան, այդ վիճակը եւ այլն, ահա որ տենց ինձ գերեց ու վերադարձել եմ մի անգամից Երևան ու այդ օրը շատ լավ հիշում շատ ենք խոսում այդ օրվա մասին, որ Կոմիտասի Սասի մոտ էի ժամը 12-ի կողմերն էր, տենց գնացի գործընկերոջս մոտ, որ հիմա իմ գործընկերն է, ընկերն է, որի հետ ժամանակին տենց մոտիկ հարաբերություններ չեղե, ժամանակին լավ տեղ կար, շատ իմ ամենասիրած Pub 37-ը, չգիտեմ, կհիշես թե չէ։ Հա, Pub 37, այդ միակ ասվա ես տարի ալկոգոլիկ всё այդ ես մի հատ շատ աբիտնի բան կա իմ համար, մարդիկ այս ոլորտում լոյալություն հասկացողությունը շատ բարձր է, մարդիկ լոյալ են ինչ-որ տեղը, ինչ անընդհատ գնում են նույն տեղը։ Կոնդ ունի իր լոյալ ընկերները, հյուրերը, Դաբուն ունի, Սիմոնան ունի եւ այլն բոլորը։
Ես էլ չունեմ, որովհետև pub 37-ն էր իմ ակամայից այդ լոյալ տեղը դարը, որ ես գրում էի, շատ էի սիրում, ու գնացի այդ Սուրենի մոտ, որ իրար հետ տենց ունեինք գործնական հարաբերություններ, որպես ես դիստրիբյուտորական կազմակերպության ներկայացուցիչ, ինքը pub 37-ի տներն, պրոստը զանգեցի, գնացի։ Անդակայում աշխատանք քո առաջ աշխատանքն եղել։ Չէ, միջև այդ աշխատել եմ հյուրանոցային ոլորտում։ Հա։ Բանակից հետո առաջին գործս եղել է հյուրանոցում, մի քանի հյուրանոցներում, ադմինիստրացիայում, հետո մենեջեր, որից հետո առաջին հիմնական լավ գործն ա եղել Անդակոն միջև այսօր 11 տարի է արդեն, հա, այտենց 11-րդ տարին լրացավ, ստաբիլնեստ, այո, այտենց ու այտենց 17 թվականին բացվեց Դաբուն, շատ ռիսկային, որովհետև տարածքի լուրջ խնդիր կար, տարածքի տերը ասում էր, ես ցանկացած պահին կարամ գամ, պայմանագիր չկար այտենց հասկացողություն, ու ասում էր, հա, ես կգամ, կասեմ, այսօր որ եկա ասացի դուրս գաք, պետքա դուրս գաք։ Ու այտենց այդ որոշումը կայացրել ենք այդ ռիսկերով հանդերձ։ Հա։ Վաու, իսկ առաջի տպավորությունները Էլ չի անի։ Էլ չի։ Չէ, որ բացվեցիք հետո տենց այդ քո ռիսկի էներգիան ստացար, թե Հա, ուշ իրականում շատ, որովհետև շատ դժվար էր, ինձ թվում է հորեկայում ոչ Հայաստանում շատ դժվար ա եղել, Սպիրուդում, որովհետև մենք անընդհատ տարբեր ստրեսերի ենք ենթարկվել, Բայց այն թվերին ավելի հեշտ էր։ Հա, հեշտ էր ինչի տեսանկյունից, ավելի քիչ էին հյուրերը իմ կարծիքով, ավելի քիչ էր մարդկանց գիտակցությունը նմանատիպ տեղերի եւ այլն, այդ բառը կոնկրետնը շատ ուրիշ ոլորտ էր, ասենց ասեմ, ոչ զարգացած ոլորտ էր եւ այդտեղ շատ մեծ դեր ա ունեցել Speakeasy-ն, այդտեղ շատ մեծ դեր ա ունեցել Սիմոնան իրական այդ ոճով, որովհետև իրանք սկսել են այդ առաջի փուլը կրթելու, իրանք են սկսել, ես հիշում եմ պահ կար, որ մեր մոտ գալիս էին աղջիկները ծնունդ պայմանավորվելու, հետո ասում են պապաս չի թողի ես այդտեղ գամ, որտեվ բառը, որտեվ բառը, որ մի կարքին աղջիկը բառում գա։ Հա, ու այդ տենց էր, ու հետո մինչև հիմա այդ կա, ես տենց ծանոթներ ունեմ, որ իրենց մամաները դե տենց են քչանում ա գնալու։ Հա, տենց կամ բաժակներին էին դե ասում, տիպը տղաները կարող ասեին, տղեկ ասում են դες բաժակ, այս աղջիկը բաժակ ա, հա, սրանով դու, հա, հիմա այդ մի քիչ փոխվել է, հիմա իմ կարծիքով հիմա օրինակ որ տես բան են ասում, բայց այս կարմիր լույս է բարում, sense կարող ասող նայեն, ասեն Էս սովա։ Հա, էս ինչ ասես։ Բայց այն ժամանակ այդ մեծամասնությունը։ Հա, այդ իմաստով մի քիչ ավելի դժվար էր, բայց միջավայրի այդ որքան որ նոր էր եւ այլն շատ բաներ ավելի հեշտ էր։ Հիմա շատ է զարգացել կոնկուրենցիան է փոխվել, ակնկալիքներն են բարձրացել, մինիմում ընկալման որակի շեմն է փոխվել, լավ թե վատ չեմ կարող ասեմ, բայց փոխվել է էլի։ Նու դա իրականում շատ անverջ խոսալու թեմա է այդ զարգացվածությունը, որովհետև օրինակ ես միշտ մի հատ հետաքրքիր բան եմ հիշում, երբ որ մենք, չգիտեմ, 14-15 տարեկան էինք, ու երբ որ ջինսերով ու Pink Floyd մայքով մարդ էր մոտենում, դու ավտոմատ գիտեիր, որ այդ քո ընկերն է, Հիմա ես այնպես մարդկանց եմ հանդիպում, որ նայում ես իր հագուկապին ու մոտենում ես իրան ու մերդեմ սրտի ախպեր են օրը բան զապչաստը ծախին գնացինք օպել բան չսենց, այսինքն շատ բարդացել է ու միգուցե այն ժամանակ այն մարդիկ ովքեր այդ cocktail glass-ով նստած ու ինչ որ տենց սմակավալի բան իրանք շատ ավելի են target հետաքրքիր audience-ներ, իսկ հիմա ուղղակի մարդիկ copy paste են անում, որ հա սենց պահելը Okay, ճիշտ է, լավ է, բայց քո հոգին է չի։ Ես օրինակ շատ ավելի գնահատում եմ իմ ընկերներին, որոնց որ ասում եմ գնանք գինի խմելու, իրանք ասում են ախպեր դե լավ էլի, այսօր գինին ուր ասենք մի հատ արաղը դնենք, խորովածը քաբաբ, այդ շատ բայց այդ անկեղծությունը ահավոր շատ պակասել է։ Հաստատ։ Ես որ պատկերացնես ինչքան հին եմ, ուրեմն Դաբուի տարածքում
կար մի հատ կարաոկե կամ ինչ-որ տենց մի հատ Ռոք կլուբի հետ ես։ Չէ, ռոք կլուբ չէր, Այդ շուտ էր։ Մելաման ռոք կլուբ էր, այդ հենց Չէ, ռոք կլուբ չէր, ինքը բավականին քյարթու տեղ էր։ Չեմ հիշում անունը, բայց ես հիշում եմ ես այնտեղ ինչ էի խմում, այնտեղի բարմենը հնարել էր մի հատ իմ համար խմիչք, որը դու շատ կսիրես քո մասնագիտականով, ինքը կոչվում էր Besamp Black, ուրեմն դա Jack Daniels էր 50, Black Bacardi էր 50, ուրեն կոլա էր։ Հա ինչքան սև, просто այդ էր սև արկավանը։ Ասվականի վեսներ պակասում է, ու այդ իմ հեղինակային բաներ ու այսօր այնտեղ մտնում էի, ինքը լուրջ եմ ասում շատ քյարթու տեղ էր այդ ժամանակ, որտեղ կասկածի բանն ապերոներներին այդ վիճակն է, ու ես որ այնտեղ մտնում եմ, ասում եմ քեզ ոնց որ միշտ ասում եմ, հա, ես ոնց որ միշտ բան double black բան դեց ինչ-որ, ու ներքին անվանում Besamp Black-ներ այդ 2009 թվի մոտավորապես պատմություն եմ պատմում։ Շատ մեծ ես դու ոնց որ Չէ, բեք հավարա տարիք ես ուղղակի շուտ եմ սկսել խմել։ Ես 9 տարեկանից խմում եմ։ Մատ խմենք, ես խմելով վրա խմենք։ 9 Այդ լավն է։ 9 լավն է։ 9 Հասկացա։ Լսի, իսկ ովքեր են այսօր դաբուի հյուրերը։ Օ։ Բարդ հարցը։ Որտեղ Շուտանից չեմ, հա, բաղուց չեմ, դաժե մի դեպք եղավ որ պատմեցի, որ մտա հաշիվ ստացան ինձնից։ Բայց այդ նորմալ է ինձ թվում է։ Չէ, հա, ես շատ ուրախ եմ։ Մեր մոտ ցավոք սրտի այդ հորեկայի բիզնեսները, փոքր տենց բիզնեսները, այդ կլինի Կոնտ Հաուզը, այդ կլինի Դաբուն, այդ կլինի իմ կարծիքով Սիմոնան, Beatles-ը ինչ որտեղ Եմ Արկադին մի ասա որ իր բիզնեսը փոքր է, կարող է հիմա բազար մենք եկեք ֆիքսենք որ Արկադի բոլոր բիզնեսները շատ մեծ են, հա։ Բիզնեսները, հա, բայց արի բիզնես ասենք, մակավա հարկայինից բանա թաքցում, չգիտենք բիզնեսները, հա։ Հիմա մեկ չեք ասել որ մեկ շատ մարդ ենք, հա։ Չէ, եւ այդ դրանք շատ ինձ թվում է շատ տնօրենից, տիրոջից եւ այլն իրանց ներգրավվածությունից շատ կախված են ու շատ դժվար է այտենց տեսակի բիզնեսը բերել նա որ դու դուրս գաս ինքը աշխատի Միջև այսօր չեմ հավատում, որ տենց կարա լինի, որ ճիշտն ասեմ, հա, բայց փաստացի իմ կարծիքով այսօր ինչքան որ վերջերս տենց ուսումնասիրել եմ, ուշադրություն եմ դարձել, վերականգնել եմ մի քիչ գնալս եւ այլն, մարդիկ են, որոնք որ ինչ որ տրենդի հետևից չեն գալի, ինքնահաստատված մարդիկ են ինչ որ դժվար ասել ինքնահաստատված մարդիկ են, բայց ոչ թե գալիս են ինչ որ օրինակ տրենդային տեղասիրուն դիզայնով, իսկ դիզայնը ինչ որ տարին մեկ փոխվում է, 2 տարին մեկ փոխվում է, դրա հետևից չեն գալի, ինչ որ Instagram-ի ինֆլուենսերների, բլոգերների ասացի հիման վրա ինչ որ տեղ չեն գալի, այ գալիս են մի տեղ, որտեղ իմ համար ամենակարևոր բանը որ ապահով է, որովհետև այդտեղ միշտ ապահով է թե դու ինչ էմոցիա ես ստանալու, то есть երբեք չի փոխվում միջավայրը չի փոխվում, դու չես գա մի օր տեսնես այդտեղ DJ-ը նվագում, այսինքն ակտիվ երաժշտություն է, դու չես տեսնի գազ տեսնես ինչ որ մեծ ծնունդներ է այդտեղ արվում, բայց DJ նվագում է, էլ չի նվագում, չէ, 3 տարի չի նվագում, այդ ստաբիլություն, այդ որովհետև մեզ միշտ խանգարել է տեխնիկական պատճառով 1, միջավայրի պատճառով 2, միշտ չենք կարողացել մենք այդ տեղը ստանանք, որովհետև մենք խնդիր ունենք տարածքային, այդտեղ խնդրեմա ձայնը եւ այլն ու հա, այդ ժամանակ որպես բիզնես կոնկուրենցիայի մեջ այդ DJ-ի երաժշտության մասով իմաստ չուներ կոնկուրենցիայի մեջ մտնել, ավելավեր ուրիշ դիրք ունենալ եւ մարդիկ գալիս են այդ ապահով լինելու հետևից, որ իրենք միշտ գիտեն ինչ են ստանալու, то есть եթե իրենք հյուր ունեն, իրենք գիտեն ինչ կակնկալ են այնտեղ, եթե իրենք հոգնած են ու ինչ որ մեկի հետ պետքա զրուցեն, իրենք գիտեն որ երաժշտությունը բարձր չի, մարդիկ են այո, որոնք ինչ որ չափ ինքնահաստատված են, որոնք նոր բաներ են, ինչ որ մանգալի կոկտեյլների, կոկտեյլ միքսոլոգիա խմիչքների մեջ, որովհետև այդ մեր բիզնեսի 90%-ն է, ասես մեր մոտ չեն գալի ուտելու մենյուից ինչ որ բան պատվիրելու, ինչ որ մեկն որ կոմպլիմենտ անում, շատ տենց զգացված եմ, բայց խանութը կա ամեն դեպքում։ Կա, հա, սկզբում տենց
տարվել էինք ինչ-որ ստեյկը, բան եւ այլն, բայց իհարկե այդ вообще էական չի, շատ ստաբիլ նման խոհանոցա հասանելի, то есть Այսինքն քո լավ, արի sense ասենք, քո երազանքի հյուրը որն է, որը գնում է ինչ-որ միտեղ, համով հաց է ուտում, մի երկու բաժակ գինի է խմում, չէ, գինի չի խմում, չէ, գինի չի խմում, Մարիամի ականջից հեռու, գինի չի խմում, չէ, ոչ թե գինի չի խմում, գալիս է երկու բանի համար, որը որ իմ երազանքը ստացել եմ ես, որ գալիս են իրար համար ու բարի համար, so այդ երկու բանը, ուրիշ բան չկա այնտեղ ման գալու, մինչև գալը ինքը ինչ-որ, այսինքն ինքը եթե չի գալի ուտելիքի հետևից, այսինքն ինքը կամ գալիս է, ինքը կամ գալիս պետքա գնա, չէ՞։ Ինքը կամ գալիս է ընկերոջ հետ զրուցելու, մա պատկացան այնտեղ նստած լինենք, սենց խոսայինք, ու մենք գնացել ենք սենց շփվելու, երկար ժամանակ է չենք տեսել եւ այլն, ուզում ենք մի բաժակ խմենք, բառ ենք ուզում, Իմ քո ցանկացած 3 շաբթին եմ պատկերացնում, աշխատանքից դուրս եկանք։ Մենք գնում ենք ինչ-որտեղ հաց ուտելու, հետո գնում ենք դաբու, տենց է գծած պլանը, թե չէ։ Այո, տենց է գծած, լինում մեր մոտ շատ է դժվար։ Երկու բաժակ գինիներ, որ քեզ է պատմում ես տեղացի։ Չէ, գինի։ Մի խմեք 2 բաժակ գինի դաբու գնալուց առաջ։ Այդ ուրեմն, չէ, հիմնական տենց շատ էինք ուզում, բայց նաև մեր մոտ այդ սովորույթը չկա շատ տեղեր փոխելու։ Նենց որ շատ է նաև ստացվում որ գալիս են ու հենց դրա համար խոհանոցը առաջացել է իրականում էլի, որտեղ ժամանակին խոհանոցը չունեինք, դրա համար խոհանոցը առաջացել է։ Մի քիչ բանը վատ ժուրնալիստական է, բայց ինչքան ես փող աշխատում։ Չէ, Վատ ժուրնալիստական հարցն է, ինչքան։ Չէ, ասում եմ, շուտ ուզում եմ հարցնել շաբաթը քանի անգամ ես մաստուրբացիա ես զբաղված լավ։ Արդեն ծակեցիր մտքերս։ Չէ, լսի։ Ինչով է դաբուն տարբերվում այլ կոկտեյլի բարերից, լինելով այդ պիոներներից մեկը, հա, առաջամարտիկներից մեկը, այսօր որ դու տեսնում ես ինչա կատարվում քաղաքում, ես չխաբեմ, ես վաղուց արդեն ավելի այդքան կոկտեյլի մարդ չեմ ու որ ասեմ որ շատ խորքային գիտեմ ինչա կատարվում, բայց ինչ որ տենց մոտավորապես հետևում եմ կա օրինակ էպոս, որտեղ որ ես չեմ եղել, հա, էլի ինչ որ անուններ են, պրոստը sense որ անդադ on-line այս հարթակներում հայտնվում են, բայց քո անալիզը որն է, ասենք որն է բացի առաջամարտիկը լինելուց ենքոմ ինչով է ինքը Երևանին պետք ու հետաքրքիր։ Խմիչքի տեսականու եւ կրթության մակարդակի մասով այդ մեկ, то есть այնտեղ մեծ տեսականի կա խմիչքի եւ մարդիկ այդտեղ ծանոթանում են, մենակ մարդիկ չէ, դիստրիբյուտորները նույնիսկ, то есть շատ օրինակներ կա, որ գալիս են տեսնում են, հարց ու փորձ են անում, քննարկում են, կարծիք են հարցնում եւ այլն, որովհետեւ պատմականորեն իմ սուբյեկտիվ կարծիքով դաբուի միշտ բարի գլխին եղել են ուժեղ մասնագետներ էլի եղել է Ստյոպը, Ստեփանը, ով որ ինքը հենց հիմնել է բարի կմախքը ու ես հավատում եմ որ առանց իր չեր լինի բարի գաղափարը իմ բախտը շատ բերել է իմ գործընկերով ու Ստյոպով, եթե չլիներ, որովհետև հա այդ շատ կարևոր է որ դու կարող գաղափարը ունես, բայց այդ նույն մարդը լինի որ կիսի հասկանա ու տենց Ստյոպը այդ հիմքն էր, ինչպես նաև հետո Նարեկը, որ հիմա ներկայիս նորից մեր բար մենեջերն է, որոնք իրան կան, այդ մասնագիտական այդ գիտելիք եւ խորհուրդ է։ Նարեկը գնաց, հետո հետ եկավ, տենց միջավայրն է, որ իմ կարծիքով նմանը չկա ու ոչ թե նմանը չկա, տիպը մենք Չէ, իմ կարծիքով ունած լավ դասավորվածություն կա քաղաքում, այն տեղերը, որոնք նմանը չկա ու աննման է այդ երկու տարբեր բառ են, հայերեն այդտեղ շատ բան է։ Այո, նմանը չկա այն իմաստով ու ես այսօր կարծում եմ, որ այսօր այն տեղերը, որոնք կան, եկեք անվանենք այն առաջատար 10 անունը, իրանք իրար չեն փող լրացնում են նույնիսկ, չեն կրկնվում, փող լրացնում են ու իրանց կրկնօրինակը չկա Դաբուի նմանը, Սիմոնայի նմանը, Կոնդի նմանը, Մինասի նմանը, Բիթլզի նմանը այդ էներգետիկան ու միջավայրը, որ իրանք տալիս են։ Հա։ Հենց որը տենց հա։ Լսի, այդ իրականում շատ կարևոր է, որովհետև մի պահ կար Երևանում, որը
նոր բայց լուրջ 2-3 տարի է իմ կարծիքով որ սկսել փոխվել, որտեվ չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց մի պահ կար, որ ասենք, չգիտեմ, մի հատ գիծ կա, չգիտեմ, կասկադի վրա, որ պլյուս մինուս քեզ մեկա դու որտեղ կնստես, որտեվ տենց համարյա նույն ուտելիքն է, եթե անձնական ինչ-որ չգիտես, որ չգիտեմ, այս մատուցողուհին իմ դուրը գալիս է կամ ես իմ ընկերոջ օբյեկտ է, դու տենց այդ գծի վրա բան ես լինում ու շատ լավ է, որ վերջապես մի քիչ անհատականություն ձեռք բերել է, բայց նաև այս զրույցներն են, այսինքն մենք հիմա ինչ-որ տենց մի քիչ public ենք այս զրույցը անում, կարող է անկեղծորեն եմ ասում 500 հոգի ես նայի, բայց այս զրույցները սկսեցին առաջանալ Երևանում ինձ թվում է մանավանդ 22 թվից հետո, երբ որ ռուսները եկան ու ինձ թվում է մի կողմից բոլորս կարծում եմ կընդունես լավ փող աշխատեցինք, բայց մյուս կողմից թափվեցինք, որովհետև նոր որակի ու նոր մտածելակերպի հետ չէ հանդիպեցինք։ Իմ կարծիքը շատ համաձայն եմ, որտեղ իմ կարծիքով այդ 2022-23 թվականի այդ հոսքը որ եղավ, այդ փողը չի այն արժեքը որ մենք ստացանք, որովհետև այդ փողը եկավ, կերանք աշխատեցինք, կերանք գնաց, այլ այն բիզնես կրթություն ու մակարդակը որ իրանք բերեցին, հա, սկսած նրանից թե ոնց են իրանք տարածք վերցնում վարձակալության, հա, երբ որ մենք կարանք տանք փոստը քառակուսի պատ, իսկ իրանք ասում են չհասկացա, բա կայացաները ուրա, ջերուցումը ուրա, այսինչ ձևա պայմանագիրը вообще ուրա։ Մի պերիոդ մենք որպես անդակոին շո մի պահ սկսեցինք այդ աղբերավարի վիճակից անցնել այդ պայմանագիր եւ այլն այդ ամեն ինչի ու այդ մեր համար պրոբլեմ էր, որովհետև մենք հայերս դա շատ էմոցիոնալնի ենք ու շատ մարդիկ այդ կարող է սխալ հասկանային, սխալ ընդունեն, մենք պետք է ճիշտ մոտեցում գտնեինք, ոնց գնանք, ասենք, այս պայմանագիր պետք է ստորագրենք ու այդ ռուս այդ սուտիկ հարթությունն է, որ ախր ես ոչ ոք ստորագրում չէ, որ լսի կարող է հոգու խորքում մի հատ պուճուր ինչ-որ տենց զեկա թաքնված, որ ուզում ես ջոգես խի էլի որտեղից։ Չէ, նաև մի քիչ ինձ թվում է մշակութային բանա, որտեղ մեր մոտ այդ փոխադարձ վստահությունը, խոսքի տեր լինել եւ այլն շատ ավելի գենի մեջ շատ է, քան թե շատ ավելի տեղեր ու այդ պահը օրինակ երբ որ եկան ռուսները իրանք ասում էին օքեյ ես քո պայմանները որը ոչ մի բան էր այսինքն ոչ թե գնացել էինք գումար էինք պայմանավորել կամ ասենք բանալն ամենազրոյական վիճակն ասում են օքեյ սա օքեյ մտ պայմանագիր բեր ստորագրեմ նոր կգաս կաշխատենք այդ շատ փոխեց էլի ու իրանց բիզնես մակարդակը շատ բարձր է, այո, իմ կարծիքով։ Լավ, իմ կարծիքով, բայց սուգուբը իմ կարծիքն է, կոկտեյլի մշակույթը մի քիչ գերարժևորված էր Երևանում, որտեղ նույն համեմատականը, չգիտեմ, որ տանես ամենամոտիկ Թիֆլիսի հետ, բայց նույն ձևի ասենք հակառակը գնաս ես թեթևացնելու համար թեման ասում արևելյան Եվրոպա, բայց առհասարակ ասենք, չգիտեմ, բնականաբար Միլանը օրինակ մի քիչ ուրիշ թեմա է, բայց գրեթե վստահ եմ, որ Հռոմում այդքան լավ կոկտեյլնի բարեր հենց տենց որտեղ որ այդ բարերը ես լավ չգիտեմ, վակուումնի իսպարիցի, ասենք միանշանակ Հռոմում այդ ամեն ինչը այդքան այդ լեվելի հասած չի, ինչքան օրինակ Երևանում է։ Չեմ գնում դեպի հյուսիս, հա, Մոսկվան ուրիշ պատմություն է, Դուբայը այնտեղ ավելի շատ alcohol free է, բայց էլի զարգացած ինչ-որ բաներ ունի, բայց Երևանը մի պահ անկեղծ եմ, որ գեր հագեցած էր ու հիմա էլ է ինքը գերհագեցած։ Ես հիմա զգում եմ, որ մենք մի տեսակ մի քիչ այդ մշակույթը adekvat անկում է ապրում։ Տենց էլ կա, որովհետև ինչ որ մի պահ տենց այդ տրենդը նաև բիզնեսներ ոնց որ դրթում նրան, որ այդ տենց այդ տրենդը շատանա ու եկավ իրա գաղափարապես են կետին, որ սկսեցին նաև բարմենները ավելի իրանց վրա աշխատել, այդպես աճեց, բայց ինչ որ մի պահ բոլորս հասկանում ենք, որ ոչ թե էականը այնա թե ինչ են տալիս, որովհետև հա մենք ման են գալիս համով, ման են գալիս հետաքրքիր, բայց ինչ որ մի պահ մենք հասնում ենք գալիս ենք միջավայրի մեր մարդկանց այդ թեմի համար, հա, ու եթե ինձ լավ է, ջին տոնիկ եմ խմում, թե ինչ որ կոկտեյլ եմ խմում, ստեյք եմ ուտում, թե ինչ որ
հավի դոշա ուղակի ինչ որ կարի սոուսով, то есть այժմ չաղով բիլի, ասենք էական չի, այդ տենց շատ ավելի թեթևացավ եւ բացի դրանից ով ասել որ լավ կոկտեյլը պիտի տան կոկտեյլի բարում մենակ այդ էլ երկրորդ այսօր այդ երկրորդ կողմը եկա որ այդ ռեստորանները սկսեցին դրա վրա ակցենտ ավուրել եւ իրանք էլ ով ասա որ լավ բայց դա adekvat է հա ինչի՞ չէ ինչի պետք է ինչու պայմանավորը ինչ գնալ չէ նայ կա որոշակի ինչ որ հետաքրքիր նայ կլասիկա որը քո մշակույթի հետ կապված է երբ որ դու Իտալիայի ցանկացած քաղաքում ցերեկը ժամը 1-ին տենում ես 70 տարեկան կնոջ որ ապերոլ այո հա բայց այդտեղ ստացա այդ իրա դենկայի մեջ հասկանում ես այդ իրա ապրելակերպն է բայց երբ որ չգիտեմ դու մտածում ես լավ ինչ անենք այսօր գնանք խինկալի ուտելու ու խինկալի մենյուի հետ քեզ բերում են կոկտեյլ մենյու ես մի տեսակ խինկալի գիմլետ կապը никак չեմ հասկանում էլի это порно об этом не будем չէ это շատ վատ բան է բայց մի հատ էլ կա այդ ամենի հետևը շատ վախեցնող հանգամանք կա որ այդ ամեն ինչը հետևանք է խորը ու ծանր մարքեթինգի այդ տենց է որովհետև այո այսպես խոսեց մարքետոլոգը այո բա ոնց դե բա այդ տրենդերը որ առավոտյան սավտրկին պրոսեկո խմենք ապերո շպրիցը եւ այդ սախ շատ ուժեղ մարքեթինգի ազդեցություն է դու ուզում ես ասես երբ որ 70 տարեկան կինը հռոմում նստած նախաճաշին պրոսեկո է խմում այդ մարքեթինգի հետևանքը եթե կետային չանձնավորենք ինչ-որ մարդու որ դա սիրում է չի սիրում ու վերցնենք մասսան այո այդ մարքեթինգը 5 տարի առաջ է դրանց մշակույթի մեջ դրած է ոնց որ նու մեր մոտ մի քիչ բան կա դեռ որ եթե տենց վերցնենք ինչ-որ համայնքների մակարդակով կին տղամարդ գրադացիան բայց երբ որ առավոտ ժամը 7-ին առողջ տղամարդը, չգիտեմ, որ գյուղում արտանմա ու 100 թթի օղի է խմում, ես կարծում եմ այդ նույնն է, ոնց որ այդ կնոջ ապերոլ շպրիցը իրանք նույն մակարդակի վրա տրադիցիա են, որ եկել են տեղ մարքեթինգ չի։ Այն մշակույթը իրանք խմում են ալկոհոլ առավոտյան, այդ մշակույթի բաղադրիչ է, բայց թե ապերոլ շպրիցն են խմում, թե սպիտակ գինի, թե փրփրուն պրոսեկո շամպանսկի, այդ արդեն այդ մարքեթինգը ոնց է աշխատում ապերոլ շպրիցը абсолютно մարքեթինգի product է սարքած գովազդած այդ միջավայրը ստեղծած որ դու այդտեղ այդ տրադիցիա է որը տենց եկել է չէ ինքը երկար տարիների այդ ձևավորած իրանց ճիշտ թիրախավորած այդ միջավայրը ստեղծած որ ոնց է պետք է որտեղ է պետք է ինչ էմոցիա է որ դու տենց ինչ որ առավոտյան իտալական լավ քաղաքում դու տենց զավտրկի ես այո այդ սա ու չէ իտալական գյուղում էլ եմ այդ նույն բանը տեսել բայց հա շատ հետաքրքիր էր այս մեր մշակույթը լրացնենք որ մի բաժակ խմենք էլի անպայման դեսի դինքը տեկար կպար ինձ ամենահետաքրքրող կետին մեր զրույցի դու դաս ես տալի ամերիկյան համալսարանում մարքեթինգ այո հորեկա մարքեթինգ հորեկա հա ես տարբեր ոնց որ նշանակություններով բայց 10 տարուց ավել այս ոլորտում եմ ու ահավոր շատ փոխվել է ես մասնագետ չեմ ասում ես ինտուիցիայով այդ գնացող մարդկանցից եմ վերջի 12-13 տարվա մեջ մարքեթինգի, PR-ի, SMM-ի նշանակությունը ահավոր շատ փոխվել է հորեկայում դու որպես առհասարակ դու որպես ոլորտի գրագետ մարդ ոնց ես գնահատում զուտ իմ կողմից մի հատ փոքր տենց ռիմարկա թող լինի այսինքն դաժե 5 տարի առաջ 6 տարի առաջ արդեն երբ որ կար սոցիալական բաները ինձ պետք էր Facebook-ում մի հատ ստատուս գրել բա գիտեք մի հատ թույն օրանչելո ենք ստացել եկեք հավաքվենք սա խմենք ու մոտ 30 հոգի մարդ սրա հետևից գալիս էր հիմա որպեսզի դու չգիտեմ իմ պարագայում մի հատ 100 հոգանոց փարթի կազմակերպես
դու մոտ 400 դու պետք է նկարես 3 հատ reel, դնես 2 հատ post, story-ներ ու այդ ամեն ինչը դեռ մի հատ էլ պարոն Ցուկերբերգին մի $400 մինիմում այսպես բայց սա իմ ասում սեփական փորձն է քո կարծիքով ինչա կատարվում, ինչա փոխվել ու ոնց են եղավ 7 տարի առաջ 6-7 տարի առաջ լավ SMM-ի ռեալ պակաս կար ու մասնագետների պակաս կար ու agency-ների պակաս կար բայց 7 տարի առաջ SMM-ի կարիք կար ես առանց SMM 7 տարի առաջ կոնդը 150 հոգի լցնում էի շաբաթի 3 օր որովհետև դու այդ ճիշտ ես ասում բայց դու ոլորտի մարդ ես network ունես շրջապատում ես որը շատ կարևոր է այսօր իմ համար շատ սուբյեկտիվ եմ ասում բայց մարդը որ ունի ինչ որ բիզնես ու ասում հորեկակետ այդ շատ նման է իրան որովհետև ոնց է իր խառնվածքն է այտենց ինքը ստանում է որովհետև իր այդ որովհետև քո network-ն է քո ընկերությունն է դու քո то есть դու չես ուզենա իմ կարծիքով էլի ունենաս միտեղ որտեղ ոչ չես ուզենա որ քո ընկերները բացարձակ գան այդ իրան եւ այդ պարագայում դու մարդ ես որ ուժեղ network ունի ոլորտից է իր եւ այլն իմ դեպքը օրինակ ուրիշ էր ինչ որ չափ ավելի սկիտ կանեմ իմ ու քո պարագայում իմ մոտ շատ ավելի ուրիշ էր եւ ինձ պետք էր social media-ն որպեսզի ես կարողանայի այդ ամեն ինչը անել Մարոգով դաբուն սկսեցիք ես ճիշտ գիտեմ չէ հա Մարոգը ոնց որ մեր իմ գործընկերոջս կինն է մական իմ ընկերն է մի ընտանիք է եւ հա այդ ժամանակ այ կար տարբերվող մարքեթինգը ոչ իրականում ոչ թե տարբերվող social media-ն այլ մենք այդ դրսի փորձը չունեինք ստեղ լավ իմպլեմենտացիա անողներ քիչ կար այդ լավ իմպլեմենտացիա անողները հա էլեմենտարն այդ չէ դուք դե շատ գրագետ եք այսինքն պլյուս մինուս մի քիչ ուտրիրով մենք հələ մեր փոստերը նատար էինք գրում երբ որ Մարոգը professional զբաղվում էր այն ինչով հիմա Տարիա նոր սկսել են զբաղվել հա բայց արդեն շատ են անում ու արդեն շատ դժվար այ հիմա որպեսի տարբերվել ռեալ կամ պետքա կարողանալ այդ զգալ այդ կրիչները ճիշտ որը անում են որը իմ կարծիքով այսօր քաղաքում Մինասը ու Սիմոնան լավ են անում իսկ հիմնականում մնացած բոլոր տեղերը այդ վերաբերյալ հորեկայի շատ տեղերին որ շատ նման են որովհետև այդ social media մասնագետն էլ պետքա շատ արդյոք Քամանչյան չի ամենալավը անում այդ ֆենոմենը ոնց է ստացվում շատ լավ անում Քամանչյան հա չէ business wise անհատական չեմ բանանում շատ հա ինձ արենը շատ լավ անում, հա, ինչ ինքը պետք է ստանա շատ լավ անում։ Իմ կարծիքով, բայց այդ ուղղակի digital-ը արդեն շատ դժվար է տեղով տարբերվել, որովհետև հիմա ինքը արեց ստացվեց, իր հետևից լիքը մարդ կարող անի ու չստացվի։ Անում են չի ստացվում, որովհետև այդ ուղղակի գործիքն է չէ, դու վերցնես կիրառես ու տենց կլինի։ Արդեն դրանով դու մինիմում պարտադիր մինիմումը կարաս ապահովես, բայց քիչ է որ կրեատիվա պետք տարբերվող հատկանիշներ են պետք տեղի, որը որ քեզ կօգնի այդ անել, էլի, որովհետև հիմա էլ չես կարող։ Այն ժամանակ այդ սիրուն կոկտեյլը չէին նկարում ոչ մեկ։ Գցում այդ ուտելիքը սիրուն ձևի չէին նկարում, մեկ էլ հոп մի քանի հոգի սկսեցին նկարել, վաու, միանգամից եղավ։ Հիմա տենց չի։ Լավ, բայց գաշե գլոբալ որպես մարքեթոլոգի մասում նորմալ է, որ մի քիչ ռեստորատորը վերածվել է ավելի շատ շոումենի։ Ես ինձ մեջտեղից չեմ հանում, ուղղակի իմ բեքգրաունդը ավելի շատ հեռուստատեսությունն է, չգիտեմ, թատրոնն է, ես ավելի շատ տեղից եմ եկել ստեղ։ Ես այժմ մտել եմ այս ոլորտ, որ փող աշխատեմ, որ ֆինանսավորեմ իմ այդ TV պրոյեկտները։ Հետո ես հասկացա, որ ոչ առանցապես ոչ այնտեղ փոխկա, ոչ այնտեղ փոխկա։ Հետո տենց ինչ որ տենց սիրահարվեցի, սիրեցի ու մնացի, այսինքն իմը ես դեռ 2020 թվից, երբ որ դա տրենդային չէր, չեմ, ես լայվեր էի մտնում ու ինձ կայֆ էր ինչ որ ուտելիք սարքել, մարդկանց հետ շփվել, այդ կոմենտները ունենալ, հետո այդ կոവിഡ്ի ժամանակ մենք ունեինք on-line հարփոցիներ, որ մի քանի հոգի մտնում էր այդ chat, մենք on-line խմում էինք իրար հետ մի քիչ ինձ էս ամեն ինչից առանց նստում եմ, բայց այսօր որ ես նայում եմ, որ չգիտեմ, նույն The Big-ի մեխակը ու էլի լիքը մարդիկ ոնց որ սենց
տրենդի հետևից ընկած, էլի Արենի մոտ շատ լավ է ստացվում, Մեխակի մոտ լավ է ստացվում, բայց մեկ էլ որ դու տենում ես, այն որ մարդը տենց տուպը քյարթու բիզնեսմենը ախպեր կամերան ցավդ տանեմ քոնը չի ինչ դա տենց պարտադիր է հիմա եթե դու ունես բիզնես դու նաև պետք է լինես խարիզմատիչնի տիրապետես հայոց լեզվին կարողանաս գեղեցիկ կամերայի հետ աշխատել հա էս դարձել է պարտադիր պայման որոշակի չափով հա Էսը մարքետոլոգ եմ քեզ հարցնում հա որոշակի չափով բայց կարամ մի քիչ ես շատ Այսինքն եթե շատ թույն ես շեֆ պովեր եմ Ահա երկնի պատասխանեմ չէ պատասխանեմ այդտեղ ես ահա որ բայց գեշ եմ ապեր չէ պատասխան չի ասեմ շատ սուր կարծիքը տեղ ունեմ երևի շատ իմ ու քո ընկերները կարող չհամաձայնեն կամ չկիսեն շատ սուբյեկտիվ է իմ համար այդ որակի չափանիշը շատ փոխվել է ու ես sense կարծիք ունեմ որ շատ մարդիկ որակից չեն հասկանում եւ գնահատականը դրա տարբեր ձև որովհետեւ երբ որ դու քո այդ էմոցիայով էներգիա որպես top chef կամ ինչ որ մի ուտեստա պատրաստում ինքը տեղ էմոցիա ունի եւ այլն ինքը մտածում որ կամերան չի ու social media post-ը չի որ էս main ուտելիքը հիմնական ուտեստը պետքա տենց տարածի մարդիկ պետքա գնու համի հետևից եւ այլն այդ շատ անգամ չի լինում որովհետեւ այդ նույն բարմենների այդ իլյուզիան այդ բարդ միքսոլոգիան որը սենս է պետք է բայց մարդիկ գալիս են པարս էմոցիայի համով խմելու համով հենց հիմա համով շատ խմում ենք ուստեղ ինչ որ պետք չի զաումնի բաներ անեն այստեղ ինչ որ սենս փրփուրներ չկան, ասես չի, վակուումի իսպարիծիչ վակուումի իսպարիծիչ չունեք, հա, այս սրա վրա մենք խմենք, ու իմ համար քանի որ այդ որակի չափանիշը ես իմ համար իմ կարծիքով շատերը չեն հասկանում, կարևորը շատ ուրիշ բաներն է, կարևորը այն էմոցիաներն է, որ իրանք ստանում են միջավայրն է, այն սերվիսն է, որը որ իրանք ստանում են ինչ-որ միտեղ, հա, որովհետև պրոբլեմը այն չի, որ դու շատ լավ ռեստորանում ստեյք ես պատվիրում ու քո ստեյքը overcooked է գալի, հա, այսինքն դու ուզել ես medium well, գայսա well done, պրոբլեմը այն է, որ եկել է well done, դրանից հետո ոնց են քո հետ վարվում, հասկանու՞մ, այդ է պրոբլեմը, խնդիրը այդտեղ է, եթե այդտեղ ճիշտ սերվիս կա, մարդիկ ճիշտ հյուրընկալում են ու ներողության բար այդտենց ինչ նայեցիր այդտենց դուրս եկավ այդ սրտից է ասեցի հա որովհետև պրոբլեմը overcooked steak-ը չի պրոբլեմը վերաբերմունքն է դրանից հետո եթե դրանից հետո նորից գայս ասում է բայց դուք տենց եք ուզե այդտեղ արդեն գմփում ես բայց եթե քեզ ճիշտ վերաբերմունք են տալի դու գոհ մեկա գնում ես ու իմ համար այդ շատ կարևոր է թիմը մարդիկ ու այդ միջավայրը որ ստեղծում են էլի այո ես չեմ թերագնահատում շատ իմ սուբյեկտիվ արդեն ես կարամ ասեմ էլի որովհետև նամանավանդ Հայաստանում մենք մի քանի research ենք ունեցել անդակայով հետազոտություններ որտեղ որ վերահաստատվել այն փաստը որ շատերը չեն կարդում հետևի պիտակները ապրանքների հա դու կարող ես մտնես խանութ վաճառողին հարցնես ինձ առանց շաքար ինչ որ բան է պետք ինքը քեզ գլուտեն ֆրի վրա ցույց տա ու այդ մենակ խնդիրը այդ դեմքա որ իմ հետ եղել է խնդիրը մենակ դառնում չի շատ մեծ ժամանակ է պետք որ այդ դաժե կարողանանք հա կարդանք լսի դու ինձ մի անգամ կանչել ես Մարտինի մի հատ չգիտեմ ինչ է այդ կոչվում master class ես դա Մարտինի հա դասախոսություն ու ինքը բանը մի հատ բրենդ ամբասադոր էր որը ասում էր դուք գիտակցում եք որ մենք մարդկության պատմության մեջ առաջի սերունդն ենք որը որ չունի գլոբալ նու Եվրոպայի մասին էր խոսքը սովամահության խնդիր այսինքն մենք առաջիններն ենք որ չենք մտածում ուտել կշտանալու համար խմել հարբելու համար մի մոտ նենց տպավորվել է այդ մարդու ասածը որտեղ ես այդ ուղղությամբ երբեք չէի մտածել ու այս այնքան այդ տակի նովոյ ոտնի ու մարդկանց սովորել որ կան մարդիկ որոնց համար չգիտեմ գլուտենն է կարևոր կամ չգիտեմ մարդիկ ովքեր որ հա չգիտեմ lactose intolerance եւ այլն այս լրիվ նոր գաղափարներ են որտեվ գլոբալ
պլյուս մինուս մեր պապիկ տատիկները ունեին խնդիր մի բան լիներ ուտելու, սովամահ կլինես թե չես հա, լինի հա։ այսինքն ստեղ խոսք չէր գնում համովա թե անհամա դրա համար երբ որ միշտ խոսք է գնում հայկական խոհանոցի մասին ասում են որ հայկական խոհանոցը նոր պետքա ձևավորվի մի ազգ որը պլյուս մինուս ունի չգիտեմ 4000 տարվա գոյատևեր, երբ որ դու գոյատևման խնդիր ունես, դու չես կարա տեղ խոհանոց ձևավորես, դու չես կարա մտածես, որ գիտես այս ուրցը մի քիչ շատ հասած է, մենք իրան չենք օգտագործի ու չէ, այս ցուլն էլ տարեք թափեք էլի, մեզ պետքա 7-ից 8 ամսական ցլի այս կտորիկը, չէ, դու չունես այդ մտածելակերպը, քեզ դու շատ դաժան պատմություններ կա, երբ որ մարդիկ ասենք իրանց մահացած երեխուն են կերել ու այդ Կարեն Եփեն ցեղասպանության ժամանակ շատ հստակ գրել է դրանց 100 տարի է ընդամենը անցել դրա համար իսկ խոհանոցը ինքը շատ long term ինչ-որ մի հատ դիրքորոշում է լավ տխուր թեմաների ինչ-որ ծանրացրեց որտեվ խոհանոցը ազգի պատմության ու մշակույթի հետ ինքը շատ ուժեղ կապ ունի էլի անկախ ամեն ինչից, անկախ բոլոր հեղափոխություններից, դժվարություններից, բայց երբ որ դու գործ ունես, չգիտեմ, իմպերիաների հետ, ինչպիսին է Ֆրանսիան իր կենսագրության մեջ թեկուզ նաև Ռուսաստանը, Իտալիան, որ հազարամյակների ընթացքում տարբեր փոփոխություններով, բայց ինքը տենց, չգիտեմ, Մագուչի իմպերիայի մասին ենք մենք խոսում, բայց այն որ մենք շատ կոնկրետ ու ուժեղ կկրակենք, ես դրանում չեմ կասկածում, որովհետև, որովհետև այն որ փոքրիկ բուտկայի մեջ շատ ավելի մեծ իմաստություն կա ու շատ ավելի շատ Միշլեն ստանալու հնարավորություն կա, քան այդ ճոխ ու ոսկեզօծ ռեստորանները, որոնք արդեն հոգնածրել են մարդկանց, պրակտիկ դաշտ կանք, քո կարծիքով արի վերցնենք մի հատ 35 պասադիչնի տեղով, ամիսը մի 20 միլիոն առևտուր ունեցող մի հատ ռեստորանчик Երևանում։ Հալալա։ Լավ 15։ Դա լավ տեղ է։ Ինչքան գումար պետքա ծախսի մարքեթինգի վրա նմանատիպ տեղը։ Քո խորհուրդը որպես մարքետոլոգ։ Այդ դժվար հարց է, արի վերցնենք ինչ որ հավասար պայմաններ, որ նոր չի բացվե կամ ինչ որ իր ագրեսիվ պերիոդը չի, որտեղ դրանք շատ կարևոր են։ Դες մենք ինչ որ բոլորս ունենք ակտիվ ու пассив շրջաններ բացվելու կամ ինչ որ ծնունդի ինչ որ եւ այլն ինձ թվում է միջին մի 2 տարի կա արդեն քաղաքում թեթև ինքը կա բայց նույն չի էլի որ ասենք տոպազա, որը, չգիտեմ, 30 տարի քաղաքի լավագույն խինկալին է տալի կամ, չգիտեմ, պալկովնիկի մոտնա, հա, ինչ-որ լավ, մի հատ ճշգրտում անենք, չենք համարում, երբ որ մենք հրավիրում ենք օրինակ ինչ-որ band DJ, այդ մարքեթինգ, թե համարում ենք։ Չէ, չենք համարում։ Ես ավելի շատ PR-ի, social media, SMM ու բլոգերների վրա ծախսված գումարի մասին եմ խոսում, սենց ասեմ։ Իմ կարծիքով 250 հազար ամսեկան թիմն էլ հետը այդտեղ նայ եթե ինչ որ մեկն է անում հա եթե agency է չէ այսինքն իմաստ չկա այդ բaragայում agency ունենալ իմ կարծիքով չէ շատ կախված է հիմա մի քիչ հիմա եկել ենք այդ կետին լիքը SMM մասնագետներ կան որոնք այնց outsource մի քանի վերցնում են այդ դա ցանկալի պարտադիր մինիմումն է, բայց այդ մինիմումը, այդ մինիմումը բախտդ կբերի մարդը տենց մենակ կատարող չի լինի նաև մտածող կլինի, կրեատիվ կլինի, ինչ որ լավ բաներ կանի, եթե չէ, բախտդ բերել է, ասում հասկանում դու այդ 250 հազարը, որ ասում ես, ոնց ես բաշխում, այսինքն այդ 250 հազարից ինչքանն ես տալի մետային, ինչքանն ես տալի քո աշխատողին, 100-ից 150 հազարը մետային 100-ից 150 հազար աշխատողին տենց։ Հասկացա, լավ, արի 300 հազար սարքենք 300 ստալի ուզում ես ես արդարացրի 300 ես 2026 թվի մարքեթինգ պլան եմ կասում մի հատ իրար հետ խոսում մարդեր պետք որ օգնի չէ ինձ թվում է ռեալ հա քո նկարագրած տեղի համար այո շատ լավ եթե ինչ-որ մեկը ավել է ծախսում լավ դաբու անդակո հա
օգնում է խանգարում է ոնց է այդ ամեն ինչը տեսնում քո համար միշտ համարել են նույնը պատկանելության տեսանկյունից կապ չի եղել ահավոր ձևի օգնել է կյանքում չեմ կարող մոռանամ այն իմաստով որ այսինքն Դաբուի սեփականատիրությունը պատկանում է ինձ եւ իմ գործընկերոջ այսինքն անդակոն այդտեղ ոչ մի ownership այսպես կոչված չունի բայց շատ այնց օգնել տարբեր հարցերով ամենայն ազնվությամբ չենք ունեցել քաղաքի լավագույն զեղչերը կամ ինչ որ բաներ որ ինչ է ես ընդեղ եմ աշխատում ես ունեմ ուրիշը չունի եւ այլն բայց շատ օգնել դժվար պահերին ինչ որ ավելի ճկուն լինելով ֆինանսական հարցերում ճկուն լինելով ինչ որ միջոցառումների կամ մարքեթինգ ներգրավվածության առումով ավելի օգնող է եղել հավատալով որովհետև մենք էլ ենք շատ լոյալ եղել երբեք չենք գնացել կոնկրետ ինչ որ ընտրել գործընկերոջ ինչ որ ով ավել փող տալի կամ եւ այլն շատ լոյալ ենք եղել միջև այսօր տենց հա իսկ խանգարել են առումը որ օրինակ դու ուզում ես X բրենդի հետ ինչ որ մի հատ միջոցառում անես, բայց դու հասկանում ես, որ դու որպես անդակոյի մարքեթինգ տնօրեն չես կարա, չգիտեմ, քեզ թույլ տաս։ Ես ուղղակի շատ լավ հիշում եմ քո բաները, որ ասում ես մեր գործնական էինք խոսում, դու այցելնար ինչ էլ չլինի, դու ուղնուցուցով Պեռնորիկարի մարդ ես, ես ասենք ես շատ ուղիղ էր, կներես 10 միլիոն էլ տամ ու դու սաղ կոնդի դարակների վրա Jack Daniels շարես, մեկ այ իրիկունը գալու եմ, տենամ, որ դու absolute ես խանում։ Որովհետև այդ ամեն ինչը չի փոխվել։ Այդ դրա հիմա հակառակը քեզ եմ տալի, իսկ ասենք դա քեզ չի խանգարում, որ դու ասենք կարող եմ մի պահ ուզում ես ինչ որ մի հատ ֆիրմայի հետ միջոցառում անես, բայց հասկանում ես, որ դու դրա բարոյական ավել շատ իրավունք վերջի 3 տարին շատ է փոխվել, վերջի 3 տարին շատ է փոխվել իհարկե, բայց ամեն դեպքում ես չեմ անվանի դրան խանգարել, ձևակերպեմ սենց, այո, եղել են օրինակ շատ ավելի լավ առաջարկներ, բայց չեմ ընդունել, որովհետև ամեն ինչը մի օրով չի, իմ կարծիքով ու այդ շատ են մոռանում ցավոք սրտի այսօրվա կյանքում հորեկայի, հա, լիքը մարդ, այդ շատ են մոռանում։ Դե օրինակ իմ համար քեզ դրա հակառակը անկեղծ ասեմ, ես միշտ ուզեցել եմ ինձ շատ դուր է եկել այդ Հենդրիքսի վարունգի տոնը ու Բիֆիտերը որպես այդպեսին Հենդրիքսին ոչ մի տիպի ուղիղ կոնկուրենտ չի, մի քիչ տարբեր գնային սեգմենտներում են, բայց ես օրինակ իմ բարոյական բանն եմ ունեցել, որ եթե ես Beefeater Place եմ, ես ուրիշ ջինի հետ միջոցառում անելը, սուտ մարդկային անբարոյականություն եմ համարում իմ համար, դա իմ գուցե իմ դա ես գրեթե վստահ եմ, որ Էդոն երբեք ինձ չի գա ասի, «Էս ինչ արեցիր» բան, բայց դա իմ ներքին կուլտուրան է։ Այդտեղ մի հատ sense հարց ճիշտ ես ասում, բայց այդտեղ մի հատ էլ sense ֆակտոր կա, փոքր քաղաք է։ Եվ խաղաքարտերը շուտվանից բաժանված են, այսինքն ինչ որ մարդիկ կան, որոնք արդեն որոշումներ են կանգնած իրենց օգնել են եւ այլն, եւ ստեղ քո բարոյական մասնա որ չի թողում որ դու օրինակ ասես հացա դրա մեջ ոչինչ չկա մի օրնա business wise ես սխալ եմ չէ business wise ես սխալ եմ եթե չոր business wise այո բայց բացի business wise որ այդ event-ը ինձ ահա որ դուրա գալի որ դու շատ լավ բայց հենց այդ է որովհետեւ ինչքան է մենք ուզում ենք ասենք որ տենց business ընկերություն ոչ տենց բան չկա կա մի հատ ստեղծված իրականություն, որտեղ կա համ ընկերություն, որտեղ կա համ բիզնես, երբ որ Նարեկի մոտ հաստատ եղել են տես բայր, որ ֆինանսական խնդիրն է եղել, որտեղ ծանր օրեր ունեցել բիզնեսը չկա տես բիզնեսը ծանր օրեր չունի, դու ասել ես նույն Էդոին կամ այն մյուսին, որ այսօր չեմ փոխանցում, վաղն եմ փոխանցում, իրանք ասել են հարց չկա, ու այդ ամեն ինչը չի կա, տես կորի, ինչա թե ինչ որ մեկը մի օր եկել իմ կարծիքով տենց է, բայց մեր նման մարդիկ քիչ են շատ։ Լուրջ քիչ են։ Իսկ ինձ թվում է այդ մեր նման մարդկանց կին։ Այդ այնքան ստանդարտ է։ Ցավոք սրտի ոչ։ Շատ լավ հիշում եմ բաներ կոնդում։ Միջև վերջ ուզեցել եմ Jack Daniels-ով կոմոդ բաց հատված ունենանք, տենց է չկարողացանք, այնքան միջև Jack Daniels-ը էլ մերը չի, հա։ Ոնց էր չի։ Հա, գոլայինն է, հա։ Հա։
Հա դրա համար էցի որ ցավոտ կետա հա ես այդ բացեի թող։ Հա, շատ։ Իմ կյանքը շատ չէ։ Մենք գործ է, բնականաբար հասկանում ենք ամեն ինչ, բայց շատ լիքը հարցեր բրենդեր ենք ունեցել, որ կորցրել ենք, վերցրել ենք եւ այլն, նորմալ է, բայց Jack Daniels-ը այդ շատ ծանր թեմա է։ Բայց այդ առումով դրա հակառակն էլ կա մի օր բանը այդ Saint Patrick-նա Jameson-ով անում ենք բանման, որ լիքը մարդ գուլյա տեսքով ենքոմ Դե ինչ որ աշխատում, գալիս է ժամը արդեն 12-ը, ասում եմ, всё ժողովուրդ, ու կարևոր հյուրեր էլ ունեմ, տենց բան դիվանագետ մարդիկ, ասում եմ, всё ժողովուրդ, էս կինոն բրծավ, հա, ու բանը մի հատ հոգեպահուստ լաֆրոյգ ունեմ 10 տարեկան, ասում եմ, ժողովուրդ, խնդրում եմ էլի ինձ մի հատ steak, ու մեզ էլի բան, ու այն մի շիշ լաֆրոյգը բերեք, ու այդ բային, որ մատուցողը լաֆրոյգի շիշը դդում է սեղանին, արկացնում հետո Գալիս եմ, որ շնորհավոր է։ Ես սաղորը Ջեյմսոն էի խմով, երդվում եմ, ես ուղղակի Սուպեր պրոյեկտ է ելքես համարեցի, որ իմ աշխատանքային օրը վերջացել է, ես կարամ միկում դա ինձ թույլ տամ։ Եվ ինձ մեր ոլորտում ամենա ցավացնող ու հետաքրքիր հարցերից այդ work-life balance-ն է։ Հա, այդ միֆ է։ Որովհետև, չէ, բայց դու ունես ընտանիք։ Ասում միֆ է։ Այդ կապ չունի։ Այս վերջերս ես իմ ուսանողներից շատ միշտ փորձում ուսանողներին օգնեմ տարբեր տեղեր, որ աշխատանքի ընդունում են ռեկոմենդացիա տալով, CV սարքելուց սկսած մինչև պրեզենտացիան սարքելուց վերջացած եւ այլն, ու մեր մոտ հիմանդակայում ուսանողներից 2 հոգի էս բան աշխատում է։ Ու առաջի բանը, որ իրանք էս նոր համարեմ նոր generation-ը էլի որ գալիս են, այդ առաջի բանը որ ինձ հարցնում են ինտերնետ, ասում են իսկ այդ work-life balance-ը չէ, չկա work-life balance, պետք է լիքը աշխատես, որ հասնես ինչ-որ մի բանի, նոր կարողանաս վայելես, այո, իմ համար այդ շատ սուբյեկտիվ, մի շատ լավ վերջերս էլ գիրք եմ կարդացել, առաջի բանը որ բացեցի, այդ վերաբերվում էր win-win հասկացողությանը, ասում են որ այդ միֆ է, ու ես շատ համաձայն եմ դրա հետ, ու այդ win-win-ը այդ տենց այդ սիրուն է տենց win-win իրավիճակ ձևավորվեց եւ այլն շատ ճիշտ նկարագրում են ոնց է այդ միֆ ու իմ համար այդ work-life balance-ը շատ միֆ բան է, էլի շատ սուբյեկտիվ բան եմ ասում, որովհետեւ եթե դու սիրում ես քո գործը, այդ work չէ, life-ը, այդ ժամանակ էլի այդ որն է balance-ը, balance-ը նա թե քանի, այդ էլ մաթեմատիկա կալկուլյացիա չի, որ երեխու հետ այսքան ժամ անցկացնեմ դրանից հետ այսքան ժամ ինչ-որ բոնուսային համակարգ չի, որ դու ցստի պահես, որ լսի, ես վերջերս խորացել էի, որ պետքա բանը հատուկ հոգեբանական կուրսեր բացել ռեստորատորների կանանց համար։ Չէ, արի անկեղծ լինենք, ինքը շատ բացառիկ սֆերա է, որտեղ դու առաջին 10 դեյթերին կայֆից սատկում ես, դու գնում ես քո ամուսնու հետ, կարևոր չի իր ռեստորանն է թե իրան չի, դու ուր գնում ես, բոլորը ձեզ ճանաչում են, վայ Նարեկ ջան, ես հյուրասիրություն ես, բան, այդ աղջիկը սենց հալվում է ու այդ ամեն ինչի մեջ ապրում է, մեկ էլ սկսում է ձեր կյանքը, ու այդ կյանքը ինչով է պայմանավորված, քո ժամը 3-ին խմած տուն գալով, կամ եթե դուք իրար հետ եք ինչ-որ մի հատ բարում, լիքը տարբեր աչոնիկներով, որոնք վայ Նարեկ, պրիվետ, էսա, լսի, այդ լուրջ գիտելիք է, ես դու Սլավային Լանկին գիտես, լսել ես իրա մասին։ Մենք ես շատ բաներ եմ իրանից սովորել, ինձ իր այդ ընկերությունը շփումը շատ հետաքրքիր, բայց այդ չէր ամենահետաքրքիրը, երբ որ ես ծանոթացա իր կնոջ հետ, ես նայեցի կներեք էլի, մենք լրիվ նոր ենք ծանոթացել, դուք ինչ չգիտեք, բայց կարելի է ձեզ 10 րոպեով մենք շուխուր բարում ենք Սլավայի, ODD-ում ենք, ասի կարանք 10 րոպեով դուրս գանք, մի հատ ծխենք, բան խոսանք, ասեց հա ու հենց տեղ Նալբանդյանի վրա սկամեիկա կար, շատ խնդալու էր էլի, ասենք ես ինչ-որ մի հատ լևի կնոջ, որին գրեթե չփչոր, վերցի այդ սկամեիկայի վրա նստածից, ձեզ մի քանի հարց ունեմ։ Ոնց եք դուք հետո ապրում եք 30 տարի հետո ապրում։ Շատ ծանր է։ Ու ինքը նենց հետաքրքիր բաներ ասեց, որտեվ ես գիտեի միշտ, որ ինքը ինձ սիրում է ու անգամ երբ որ ես մտնում էի բար ու տենում էի բարի ստոյկայի վրա ինչ-որ աղջիկ պարկացրած ինքը վրից աղը լպստում է ու տեկիլա է խմում։ Ու ես գնում որտես բաներ է կատարվում։ Այդ Մոսկվայում էր, այդ Հա, Մոսկվա։ հասկացա։ Չէ, ստեղ էլ տեղերը կասեն։ Շո ալտերնատիվ իրականություն է։ Բայց ես գիտեի, որ այդ իր գործն է։
ու ես գիտեի, որ in the end of the day ինքը իմ մարդն է, ումից մենք ունենք երեխեք, ում հետ որ մենք ավելի լուրջ ու երկար բաների մասին ենք այս կյանքը ապրում, քան թե այդ մի հատ տեկիլայի, բայց դա ահավոր բարդ իմաստություն է, ոնց ես դու այսքան տարի ամուսնացած ես ուզում եմ հասկանամ։ Չէ, հաջորդը քո կարծիքը։ Կարամ մի անգամ պատասխանեմ, որովհետև իմ կարծիքով չեմ ուզում ինչ-որ անցնենք մարդ-կին հարաբերությունների եւ այդ ինչ-որ հոգեբանության մեջ, բայց իմ այդ բարձ իրականություն կա, եթե կինը supportive, այսինքն ճիշտ մարդ է կամ հակառակը կարողանի ամուսին է, եթե իրանք ճիշտ մարդիկ են իր հետ եւ կա փոխադարձ վստահություն եւ հարգանք, այդ հիմա թե բառում է միջև գիշերը 1000-ը, թե գործուղումների է տարվա կեսը, թե կրվի դաշտում է կամ ուրիշ տեղը, որ 4 տարի հետո է եկե էական չի ինչ որ պիրուտ չի եղել, գալիս է ծանրը չեն հանդիպում, մեկը ամեն ինչ լավ է։ Իմ համար շատ պարզ այդ իրականությունն է։ Բարդ լավ է։ Մարդիկ հիմնականում աշխատում են։ Շատ դժվար է, ես հիմա շատ ցավոք, հա, բան չեմ ասել։ Հա, շատ կրվի դաշտում եւ ես եմ ասում, բայց ամեն դեպքում, այո, եթե ճիշտ զույգ է, ինձ թվում եւ իրանք իրար ընդունում են, հավատում են եւ կա փոխադարձ ընդունելը, իմ համար ընդունելը այդ փաստը ամենակարևոր բանն է, եթե անդիմանում ես այդ հարցերին, դա կոլապս է իհարկե։ Ես կարամ փաստեմ, որ իմ մոտ էլ եղել ծանրաշրջան, որովհետեւ որպես հորեկայի ոլորտ եւ կարանք բոլորին ասենք, որ այդ քո ասած 500 հոգուց գոնե մեկը ուզենա ինչ որ բար ունենա, այդ չես կարա տես պրոստը փող դնես, տենց դու կամերայով նայես ու տենց բիզնես աշխատի։ Օր ու գիշեր այնտեղ հերթով բոլոր հյուրերի հետ։ Հա, ուժս այդ իմաստով տենց է, այո, տուն չես գնում, ուշ եւ այլն, բայց շատ դժվար է, բայց այդ ինչ որ պերիոդ է, որ overcome արվում, այդ նույնն է, ոնց որ գործի տեղը 6-ը մինչև չմնաս, ուշ մնաս, ու այդ նման հարցեր են, կապ չունի էլի։ Բախտը բերել է այդ մարդու։ Հա։ Լավ, մերսի քեզ հաճելի շփման համար, ես իրականում լիքը դրական էմոցիաներ ու լիքը ինֆորմացիա ստացա, գործերիդ լիքը հաջողություն, բրավո, որ դու այս տեսակի մարդ ես ու կարողանում ես, իրական դու ասում ես չկա work-life balance, բայց իմ համար շատ սիրուն օրինակ էր, երբ որ դու համատեղում ես եւ են ու չգիտեմ, եթե լսեցիք, օրինակ վերցրեք, ոնց է կարելի այս կյանքը սիրուն ու ճիշտ ապրել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հա։ Երբ որ հիմա ռետրոսպեկտիվ նայում եք Դավոյի ստեղծման process-ներին, ու վերցնենք հանում ենք գումարը այդ ամեն ինչի միջից, ինչի համար ձեզ պետք կլիներ բացել Դավոն։ Մարդկանց ծանոթանալու հրաշք է պրոստը այն մարդկանց հետ ում որ ծանոթացել եմ բարում լիքը ընկերներ ունեմ հրաշք մարդկանց եմ ծանոթացել որ կյանքում առիթ չի ունենա երևի տեսնել այդ շատ լուրջ էմոցիա է փորձը գործի ոլորտում որ ամեն ինչը չիրիս կրովի պոտ մենակ տենց է լինում Ատենց երևի։ Իսկ քեզ նարեք կոնդը։ Ես քեզ էր ուզում այդ հարցը տալ, պրոստը տենց շերեզ ինձ եկա, որ ժամ 40 րոպե ունես ինձ լսելու։ Տխրեց լսի։ Լսի, չէ, իմ համար մի քիչ ուրիշ է, ես մի քիչ բան հավատացել մարդը մեզ առումով, ես գտնում եմ, որ այս այն խաչն է, որ ես պետքա քաշեի ինքը ավելի շատ բանը Որ ինչ լինի Պրոստը տանջվես տենց պրոստը Չէ, ինքը տանջանք չի, այսինքն չգիտեմ, ես չլիներ կոնդը, չլինի այսօրվա պոդքասթը, չլինի այսօրվա պոդքասթը, չլինի վաղվա, չգիտեմ ինչը, то есть ինքը ինչ որ տիեզերքում ես հավատում եմ, որ ամեն ինչ իր ինչ որ կետիկներն ու տեղերը ունի դու իրանց պետքա զգաս, գնաս իրանց կպնես, հիմա ես իմ մագնիտիկներ, որ կպա, ինքը business wise, եթե ես քեզ մի օր թղթաբանորեն սկսեմ պատմել, սկսեց նրանից, որ ասենք ստեղ 2 կիլոմետրից թազա երրաֆաս կաբել եմ քաշելու այդ ինչքան այն վրա նստել, դու կասես դու անասուն չես, ասենք Charger
Սարյանի վրա, ասենք շատ Բարձեիր, հանգիստ ապրեիր։ Առնեիր, լյորջա։ Չէ, դու չստեղ ինչ ռազվալինա էր ու ոնց է այս ամեն ինչ եղել ու կռիչ փոխելուց սկսած ամեն ինչը, բայց դա ինչ որ մի հատ բան էր, որ դու տենց զգում ես, որ էս էլ այնա ինչի համար միգուցե դու ես ստեղծված ու in the end of the day քեզ այդ հաճույք է տալի, որտեվ դու ճոգում ես, որ դե ես չեմ կարող ասեմ, որ զրա եմ այս կյանքը ապրել, չնայած իր բոլոր դժվարություններից, էլի։ Բայց շատ դժվար է այդ էմոցիան պահել, к сожалению։ Դե ես к сожалению 90% էմոցիա եմ, 10% միտք եմ, էդ էլ ինչպես ասում է Վարդգես Հովեյանը, էդ էլ ես եմ ինչ արած։ Ապրեք։ Դուք էլ։ Ասա ես ամենալավն էր։ Փորձած երկու հատի մեջ։ Մերսի ձեզ։ Սիրով նայում էի։ Մերսի շատ։ Ես որ բանը լավ ապեր, բայց ես տենց միզիդի չեմ բան։ Ես Վարդգես Հովեյանը դուց համեմատվել։